Ապագայի շարժիչները այսօր ոչ միայն ճանապարհներին են, այլև գաղափարների կենտրոնում։ Սևանա լճի ափին անցկացվող Seaside Startup Summit-ում այս անգամ ուշադրության կենտրոնում են էլեկտրական մեքենաները։ Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ աշխարհը փոխում է իր շարժման մշակույթը եւ Հայաստանը եւս փորձում է քայլել այդ փոփոխություններին համընթաց։ Օրինակ շատերը խոսում են նրա մասին, որ առողջական խնդիրներ առաջացնում, շատերը խոսում են նրա մասին, որ շատ ավելի հարմարավետ է անձայն, շատերը ասում են, որ ապագայում միայն էլեկտրական մեքենաներ են լինելու, մի մասնացում, որ ընդհանրապես մի քանի տարի է այսպես ասած ակտիվությունը կանցնի։ Այս ամեն ինչի մասին մասնակիցները կխոսեն։ Այստեղ խոսում են ոչ միայն նորարարություններից, այլև ապագայի տրանսպորտային լուծումներից։ Մասնակիցներն ուսումնասիրում են նորագույն տեխնոլոգիաները, մասնակցում շնորհանդեսների, քննարկում ոլորտի զարգացման միտումները եւ փորձում հասկանալ, թե ինչպիսին կլինի վաղվա շարունակությունը։ Ամենատեսարժան հատվածներից մեկը արդեն երրորդ անգամ անցկացվող EV-Rally-ն է։ Տարբեր ընկերությունների էլեկտրական մեքենաները միասին հաղթահարում են 212 կիլոմետր ճանապարհ, փաստելով, որ ժամանակակից էլեկտրամոբիլները միայն բնապահպանական ընտրություն չեն, այլ նաև հուսալի, հզոր եւ երկար ճանապարհների համար լիարժեք պատրաստ փոխադրամիջոցներ։ Շարժման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում գործնականում գնահատել մեքենաների հնարավորությունները, էներգոարդյունավետությունը եւ տեխնոլոգիական լուծումները, ապացուցելով, որ էլեկտրական շարժիչը վաղուց արդեն ապագայի խոստում չէ, այլ ներկայի իրականություն։ Այն միջոցառում է, որի շրջանակներում մարդիկ կարողանում են պատտվել ողջ Սևանի շուրջ, հաղթահարել քվեստային որոշակի կետեր, հավաքել միավորներ եւ հաղթող ճանաչվել։ Հայաստանում եւ տարածաշրջանում իրականում առաջին եւ միակ միջոցառումն է հենց էլեկտրական մեքենաների հետ կապված։ Այս տարի Seaside Startup Summit-ի շրջանակում արդեն երրորդ անգամ անցկացվում է նաեւ EV-Rally խորագրով պանելային քննարկումը։ Այս երկու ուղղությամբ արդեն բավականին մեծ տարածք են անցել մեքենաները։ Ոլորտի մասնագետները, պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկում են, թե ինչ առավելություններ ունեն էլեկտրական մեքենաները, ինչ մարտահրավերներ կան Հայաստանում դրանց լայն կիրառման ճանապարհին, ինչպես նաեւ ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի էլեկտրական տրանսպորտը դառնա առավել հասանելի եւ լայն տարածում գտնի մեր երկրում։ Էլեկտրական մեքենաները կարող են լինել ոչ միայն էկոլոգիայի մասին, այլ նաեւ արդյունավետության, էֆեկտիվության եւ ցածր ինքնարժեքի մասին։ Նման միջոցառումները թույլ են տալիս հաճախորդին ավելի հստակ զգալ հայաստանյան պայմաններում էլեկտրական մեքենաների վարելու առավելությունը, վայելել բնությունը եւ այս ճգնախ միջավայրը։ Սևանի ափին այս օրերին ոչ միայն ստարտափների, այլև կանաչ տեխնոլոգիաների ու կայուն զարգացման մասին են խոսում։ Այստեղ ներկայացվող գաղափարներն ու լուծումները ցույց են տալիս, որ նորարարությունը սկսվում է համարձակ մտքից, բայց իրական փոփոխություն է դառնում, երբ այն դուրս է գալիս ճանապարհ ու շարժվում առաջ։ Seaside Startup Summit-ը հերթական անգամ մեկ հարթակում է միավորել նորարարներին, գործարարներին, ներդրողներին եւ տեխնոլոգիական համայնքին, ապացուցելով, որ ապագան կառուցվում է ոչ միայն գաղափարների, այլ նաեւ համարձակ մարդկանցով, որոնք պատրաստ են դրանք վերածել իրականության։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։